Ողջույն սիրելի բարեկամներ, հավանաբար շատերդ արդեն տեղյակ եք, որ երեք կառավարության նիստով մի կարևոր որոշումից բացի, որը կենսաթոշակների բարձրացումն էր շատ էական չափով, նաև մեկ ուրիշ կարևոր որոշում ընդունեցինք, որը վերաբերում է մեր կրկին տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր ունեն էլեկտրական մեքենաներ, եւ ես լինելով ժամանակին պատգամավոր ինքս մի 2 տարի առնվազն զբաղվել եմ այս խնդրով, որպեսզի կարողանայինք այս որոշումը ընդունել եւ այդ որոշումը ընդունվեց։ Դուք գիտեք, որ էլեկտրական մեքենաների ձիաուժերի արձանագրումը իրենց տեխնիկական հանձնագրերում սովորաբար շատ ավելի բարձր էր, քան նոմինալ հզորությունները եւ կար կարգավորումներ, որոնք պետք է իրականացվեին, լիներ ոչ թե պիկայինով գույքահարկի հաշվարկը, այլ նոմինալով եւ երեք այդ որոշումը կայացվեց, որի արդյունքում մինչեւ 250 ձիաուժ հզորություն ունեցող պիկային հզորություն ունեցող էլեկտրական մեքենաների ձիաուժը կարձանագրվի դրա 1/5-ի բաժանած դա 1.5-ի եւ 250-ից բարձրի դեպքում այդ բարձր կտորը բաժանած 2.5-ի, ինչը մոտավորապես հավասար է լինելու այն թվերին, երբ որ լաբորատոր փորձաքննությամբ ստացվեց այդ նոմինալ հզորությունը։ Ես ինքս նույնպես էլեկտրական մեքենա եմ վարում եւ ինքս արել էի այդ փոփոխությունը, վճարելով ոչ այդքան քիչ գումար, իմ մեքենայի հզորությունը դարձնելով նոմինալ, բայց հիմա մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ կկարողանան առանց այդ վճարումը կատարելու ըստ էության հաշվարկը իրենց գույքահարկի փոխել եւ վճարել շատ ավելի քիչ գումարներ կամ ավելի արդար գումարներ, որովհետեւ էլեկտրական մեքենաները ինչ որ առումով սպეციფიկ են։ Շնորհավորում եմ բոլորիս այս առիթով, շնորհավորում եմ նաեւ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին կառավարության, ներքին գործերի նախարարությանը հատկապես այս որոշումը բերելու եւ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ մենք լսում ենք մեր քաղաքացիներին եւ միշտ կանգնած ենք նրանց կողքին, լավ եղեք, զգույշ վարեք մեքենաները, անկախ նրանից դրանք էլեկտրական են թե ներքին այրման շարժիչով, ինչ հանդիպում